Եթե հիշում եք մարտի 24-ին մենք առաջարկեցինք վերահսկողի պալատին, որպեսզի ուսումնասիրություն անցկացնի սոցիալական փաթեթի հետ կապված գործընթացները եւ ուսումնասիրություն իրականացվել է, հիմա առաջարկում եմ Իշխան Զաքարյանին, որպեսզի կառավարությունը նաեւ տեղեկացնի արդյունքների մասին։ Համեցեք։ Վերահսկողության ընթացքում վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ իրականացրել Հայաստանի Հանրապետության խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզենիի, Արտավազի եւ Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում եւ հայտնաբերել է շուրջ 300 միլիոն դրամի տարբեր տիպի խախտումներ։ Դրանք հետևյալն են. Ծաղկաձոր քաղաքի համայնքում մենք ուսումնասիրել ենք 21 հանգստյան տներ եւ հյուրանոցներ եւ հայտնաբերել 128 միլիոն 681 հազար դրամի խախտում։ Ջերմուկ քաղաքում 13 հանգստյան տներ եւ հյուրանոցներ հայտնաբերվել է 62 միլիոն 437 հազար դրամի խախտում։ Դիլիջան քաղաքում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն եւ հյուրանոց հայտնաբերվել է 43 միլիոն 490 հազար դրամի խախտում։ Արզական համայնքում 4 հյուրանոց եւ հանգստյան տուն 27 միլիոն 146 հազար դրամի խախտում։ Արզենի համայնքում 3 առողջարան հայտնաբերվել է 22 միլիոն 717 հազար դրամի խախտում։ Արտավազ համայնքում 3 հանգստյան տուն եւ հյուրանոց 10 միլիոն 230 հազար դրամի խախտում եւ Հանքավանում 2 հյուրանոց եւ հանգստյան տուն հայտնաբերվել է 4 միլիոն 314 հազար դրամի խախտում։ Ընդհանուր խախտման թիվը շուրջ 300 միլիոն։ Սա առաջացել է հետեւյալ պատճառով։ Ընդհանրապես պետական բյուջեից տրամադրված գումարները երկու ուղղությամբ են ծախսվում։ Առաջինը հանգստի կազմակերպման, երկրորդը առողջապահության կազմակերպման եւ այս առումով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված են եղել թվով 69 զբոսաշրջային օպերատորներ, որոնցից վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել 7 ընկերություններում եւ հայտնաբերվել են հետեւյալ փաստերը։ Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը, որ ես թվարկեցի։ Երկրորդ, ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ։ Երրորդ, մի խումբ զբոսաշրջային օպերատորների մոտ առկա են սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացումների դեպքեր, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Չորրորդ, որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարության կողմից եւ գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ։ Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ եւ սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար թափանցիկ եւ վերահսկելի։ Եվ 5-րդ, սոցիալական փաթեթի գումարները պետական բյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել։ Վերահսկիչ պալատի աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել բանկերի կողմից հղումանելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին։ Վերահսկիչ պալատը առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը
ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերվող դրույթները։ Պարոն Զաքարյան, ճակատագիրը որոշել է վերահսկիչ պալատի խորհուրդը, ինչ է կանելու արդյունքները այս ուսումնասիրությունների։ Պարոն վարչապետ, այս պահի դրությամբ ես ներկայացրեցի, որ ընդամենը 69 լիցենզավորված կազմակերպություններից մենք 7-ում ենք ուսումնասիրությունները կատարել, դրանք որպեսզի վերջնական մենք արդյունքները հասկանանք, կարծում եմ 100%-ով բոլոր ուրեմն լիցենզավորված կառույցներում մենք ուսումնասիրությունները շարունակենք, բայց ես պիտի խնդրեմ, որ նաև կառավարության վերահսկողական ծառայությունն էլ մասնակից լինի այս աշխատանքներին, ինչու, որովհետև մենք նաև տարեկան ծրագիր ունենք եւ կարծում եմ այս տարի ուղղակի ֆիզիկապես չենք հասցնի այդ բոլորը նայելու, բայց ձեր հարցին պատասխանում եմ, որ ամբողջապես պետք է փաթեթը նայվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Նախորդ նիստի ժամանակ մենք նաև անդրադարձանք սոցիալական փաթեթի ֆինանսավորման հարցը, երբ որ քննարկում ենք 2017-2019 միջնաժամկետ ծրագրերը եւ հայտարարեցինք, որ նախարարությունների առաջարկով մենք կասեցրել ենք այդ գործընթացը եւ դարձել է բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկումներ եւ այդ կասեցումը նվիրված էր եւ այս ստուգումների արդյունքին, որպեսզի մենք ցանկությունը նաեւ ժողովրդի, նաեւ մեր այն բոլոր մտահոգությունները, որ կա, որ հնչեցնում է տարբեր հարթակներում, որ կան նաեւ յուրացումներ, խախտումներ եւ հիմա փաստորեն վերահսկիչ պալատի նախնական արդյունքների մասին իրոք գոյություն ունեն եւ դրա համար շատ ճիշտ էր կասեցնել 2017-2019 թվականի միջնաժամկետ ծրագրի նախագծում, իսկ 2016 թվականի բյուջեում նախատեսված ծախսերը իրականացնում են, որևէ խոչընդոտ կամ կասեցում չկա, եւ ես համոզված եմ, որ արդյունքները ունենալուց հետո 2017 թվականի պետական բյուջեի նախագծում քննարկելիս մենք սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը անպայման կընդգրկենք, բայց կարևորն է, որ բոլոր պատգամարմինները ում նախորդ նիստին տրվել է հանձնարարական, որպեսզի ուսումնասիրեն, որի միջոցով տեղի ունենում խախտումները, որպեսզի փակենք այդ բոլոր ճանապարհները։ Ցավ է, որ մեր քաղաքացիները ուղղակի մտնում են գործարքի մեջ այդ հանգստյան տների, չգիտեմ, առողջարանների համապատասխան աշխատողների հետ։ Մեր քաղաքացիները չպետք է գնան նման գործարքների։ Որպեսզի հասարակության մոտ նորից սխալ տպավորություն չձևավորվի, վերահսկիչ պալատի հարգարժան նախագահի հայտարարության վերաբերյալ ներկայացման վերաբերյալ երկու, եթե կարելի է չասեմ ճշգրտող, բայց որոշակի հստակեցում մտցնենք։ Առաջինը սոցիալական փաթեթը 4 հիմնական ուղղություններով է։ Առողջապահությունից զատ կա նաև կրթության ֆինանսավորում, հիպոթեկ եւ նաև հանգստի կազմակերպում։ 10.9 միլիարդ դրամը, որ 2016 թվականի բյուջեով նախատեսված է, սա մնացած 3 ուղղություններով է առողջապահականից զատ։ Իսկ ուսումնասիրությունը կատարվել է միայն հանգստի բաղադրիչով, այսինքն այս ամբողջ 10.9 միլիարդը չի վերաբերում միայն հանգստին, չնայած դրա գերակշիռ մասն է հանգիստը։ Լիցենզավորում արտահայտությունը, որ պարոն Զաքարյանն օգտագործեց, համակարգում չկա լիցենզավորում, կա հաշվառում, որի նպատակը տուրօպերատորների հաշվառում իրականացնել է, որպեսզի բոլոր հանգստյան տները եւ առողջարանային հաստատությունները իմանան, թե որ կազմակերպությունների հետ կարող են կազմակերպել այդ գործունեությունը եւ ունենք հանգստյան տների որակավորման համակարգ։ Այն, որ ձևականը եղել հաշվառումը արտահայտությունը, կարծում եմ ավելի շատ պետք է վերագրել ոչ թե նրան, որ հաշվառմամբ նախատեսված ընթացակարգերը չեն պահպանվել, այլ այն, որ համապատասխան վերահսկողական համակարգը ուժեղ չի, որ կարողանա լիարժեք իրականացնել եւ պարոն վարչապետի հանձնարարությունը, որ կա, դրա շրջանակներում մենք իրականացնում ենք այդ աշխատանքները, այս ընթացքում էլ ակտիվ աշխատել ենք վերահսկիչ պալատի հետ, այսինքն նաև մենք ենք նախաձեռնող եղել, պարոն վարչապետ, որպեսզի հնարավոր անարդյունավետ գործունեությունը բացառենք։ Տվյալ դեպքում խոսքը չպետք է գնա քրեական հանցակազմի
մասին, առավել եւս երբ խոսում ենք մասնավոր երկու քաղաքացիական հարաբերությունների մասին գոնե այս պահին, ապօրինի կանխիկացում արտահայտություններ կարծում եմ այստեղ տեղին չէ, որովհետեւ արգելված չէ դրա կանխիկացումը, սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետեւաբար մենք պետք է խոսենք հասարակականության բարձրացման եւ ինչպես դուք ձեր հանձնարարականում տվել եք, արդյունավետությունը ավելի առաջ տանելու, որպեսզի քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, թե առհասարակ հանվում է այս բաղադրիչը։ Ինչ վերաբերում է կանխիկի ոչ կանխիկի, պարոն Մինասյան, Զաքարյան իշխանի նկատի ուներ ուրեմն պայմանավորվածություններ, որ մեր քաղաքացիները ձեռք են բերում առողջարանների, հանգստյան տներ գումարը փոխանցում են եւ գումար մի մասը կորցնում են, մյուս մասը կանխիկ ստանում են, սա է խնդիրը։ Դրա համար սա պետք է քննարկվի, ընթացքում հետո մենք կհասկանանք, որ այնտեղ կա նաեւ բաց թողումներ, թերությունները, դա ակնհայտ է, դրա մասին մենք չքննարկենք։ Համեցեք։ Եվ նաև ապօրինի կանխիկացումները, պարոն Մինասյան, վերաբերվում են նաև տուրօպերատորներին, որոնք պետական բյուջեից ստացել են գումարները, սակայն մինչև վերջ տեղ չեն հասցրել, դրանք կանխիկացրել են եւ ծախսել այլ նպատակներով։ Դե դրա համար բերեք չշտապենք գնահատականներ տալու, ուսումնասիրությունները կլինի, ստուգումներ, եթե անհրաժեշտություն կլինի, կուղարկեք իրավապահ մարմինների, իրենք գնահատական կտան։